ի վերջո այս ապօրինի գործարքները, հողային գործարքները ում վերահսկողությամբ են եղել։ Նախ ապօրինի գործարքներ չեն եղել, դա դատախազության գնահատականն է, որ այդ մենք համաձայն չենք։ Երկրորդն է, սրանք եղել են սովորական ընթացիկ աճուրդներ, որը միշտ է եղել, այդ թվում նաև հիմա էլ է իրականացվում, սրանից առաջ էլ է իրականացվել, եւ հողամասային եղել, որոնք համապատասխան մասնագետները, որին վերահսկողական ֆունկցիա են ունեցել նաև թե քաղաքաշինության նախարարությունը, թե մարզպետարանը, թե վերահսկողական տարբեր ծառայություններ, այդ հողամասերը առանձնացվել են մասնագետների կողմից եւ դրվել են աճուրդի, որում աճուրդի մասին հայտարարություններ հրապարակային է եղել եւ թերթերով է տարածվել։ Մարդիկ եկել դիմել են եւ աճուրդային կարգով գնել են հողամաս։ Հիմա այս ամբողջ process-ը իրենց համար նորմալ է, բայց վերջի process-ը, երբ աճուրդի արդյունքում քաղաքապետը արդեն օրենքով սահմանված կարգում որոշում է կայացնում, որպեսզի տանեն կադաստր գրանցեն, դրա մեջ հանցակազմ են դիտել, որը անհասկանալի է։ Խոսեց քաղաքապետը նաև, որ իրեն հայտնի է, թե այս ամենի հետևում ինչն է, օազիսն են ուզում վերցնել, խոստացավ անուններ տալ։ Մի քիչ կմանրամասնեք, ով է ուզում վերցնել, ինչ հանգամանքներ են ձեզ հայտնի։ Պարոն քաղաքապետը, քանի որ խոստացավ, բայց դեռևս չի տվել անուններ, ինքը երբ որ որոշի նպատակահարմար է եւ պատեհ է, այդ ժամանակ այդ անունները կտան։ Բայց այն որ առերևույթ կա այստեղ շահերի բախում Թումոյի օրինակի եւ օազիսի մեջ, դա կարող է լինել։ Իսկ կոնկրետ անվանական պարոն քաղաքապետը հարմար գտնի առավել մանրամասն կներկայացնի։ Պարոն Հայրապետյան, պարոն Ղուկասյանը նաև հայտարարությամբ հանդես եկավ, որոշակի գաղտնիք բացեցած ձեր մարտավարությունից, նշեց մի քանի անուններ, թե նաև նրանց պետք է նմանատիպ մեղադրանք առաջադրվի, դուք ասացիք, որ միջնորդություններ հետագայում ներկայացնելու եք, ինչի մասին է խոսքը։ Իմ ասելիքը վերաբերում է նրան, որ մենք միջնորդություններ ունենք, որով երևում է, որ որոշակի ապացույցներ քերական գործեր չեն ուղարկվել դատարան, որոնք օգուտ պարոն Ղուկասյանի են։ Առավելը հիմա չեմ ասի, բայց մեր մոտ կան ապացույցներ, որոնք ըստ էության մենք դատաքննություն լրացնելու փուլով կլրացնենք դրանք։ Նաև կմիջնորդենք, որպեսզի ամենայն հավանականությամբ լրացուցիչ վկաներ հարցաքննվեն։ Սրանից ավել այս պահին նպատակահարմար չեմ գտնում, որ ասեմ։ Նաև ասած վարչապետին ևս պետք է նման մեղադրանքների ու մասին է խոսքը։ Պարոն Ղուկասյանի ասելիք այլ է, եթե ասում է, այստեղ իմ գործողություններում հանցանք է գտել, ուրեմն նույն հաջողությամբ պետք է դատվեն բոլոր նշված անձիկ, որովհետև այն ինչ որ ինքն է արել, ըստ էության կամ հաստատել են այդ անձիկ կամ նրանք ստուգեն եւ տեսել են, որ պարոն Ղուկասյանը ինչ որ արել է ճիշտ է արել։ Եթե դատախազությունը պնդում է, որ պարոն Ղուկասյանը հանցագործություն արել է, դա հանցագործությունը արել նաեւ պարոն Ղուկասյանին թվարկած բոլոր կառույցների պատասխանատու անձին եւ տրամաբանական է դա։ Սրա մասին է խոսքը։ Բայց ոչ պարոն Ղուկասյանը, ոչ էլ այդ անձիկ չպետք է դատվեն, որովհետեւ ոչ պարոն Ղուկասյանը, ոչ էլ այդ անձիկ հանցանք չեն արել։ Հայրապետյան, իսկ այս գործում վաղեմության ժամկետի հետ դրվագներ չկան։ Մեծամասնում անցել է վաղեմության ժամկետները, բայց պարոն Ղուկասյանը մեղադրանք առաջադրելուց հետո վիճարկում իր անմեղությունը եւ չի ցանկանում, որպեսզի ոչ արդարացնող հիմքով կարճվի։ Այլ որ վաղեմության ժամկետները լրացված պայմաններում գործ են հարուցել, դա անօրինականության այլ հիմք է, որի հետ կապված մենք միջնորդությունից սկզբանե ներկայացրել ենք, որ գերակայտապնդումը դատարեցվի, այդ միջնորդության քննարկումը ուղղակի հետաձգվել է։ Մենք պետք է կանդրադառնանք դեռևս այդ միջնորդության